Ինձ թվում է, որ ընդդիմության հիմնական խնդիրը այն է, որ իրանք չեն գիտակցում ուղղակի Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին ժողովուրդը ինչ է արել։ Ըստ էության իրանք փորձում են համեմատել Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի վերաբերյալ իրանց քաղաքական հետապնդումները հիմիկվա իրավական գործընթացների Վարդանիկի, ասենք, օրինակ ըստ քննչական մարմնի եւ մեղադրանքի եւ մեր լսած այդ գաղտնալսումների ենթադրաբար կաշառք վերցնելու մասով եւ ուզում են համեմատություններ տանեն։ Դա նույնն է, ինչ որ ասենք օրինակ չգիտակցել եւ ընդհանրապես չհասկանալ, թե Հայաստանում ինչա տեղի ունեցել։ Այն որ դուք այս ամբիոնից կարողանում եք ընդհանրապես խոսել, ազատ խոսքով հանդես գալ, ձեր քաղաքական ուժը, որ կարողանում է իր քաղաքական հայացքները ազատ արտահայտել, դա այդ ժողովրդական թավշյա հեղափոխության արդյունքն է։ Չի կարելի դրանից առաջվա եղած քաղաքական ռեպրեսիաները, հետապնդումները, զուգարաններում մարդկանց նկատմամբ տեղի ունեցած հաշվի հարդարները, այդ ամբողջ մարտի 1-յան, հոկտեմբերի 27-յան այդ ամբողջ ներկապնակը համեմատել հիմիկվա ժողովրդական Հայաստանի հետ, որտեղ ամեն ինչ բաց, թափանցիկ եւ կարծում եմ, որ ժողովուրդը ընդհանրապես որևէ կասկածի տակ չի դնում, որ եթե մեկը կաշառակեր է, եթե մեկը փորձել է իր իշխանական դիրքը օգտագործել եւ հարստանա եւ օրենքներ խախտի, չի դատապարտվելու։ Նման կասկած չկա, հասկանում եք, իսկ այն ժամանակ ձեր արած ամեն մի քայլի վերաբերյալ կասկած կար եւ դա ժողովուրդը իր համար ապացուցված համարելով ձեզ ուղղակի մերժելով հեռացրել է իշխանությունը, հասկանում եք, դուք դա պետք է հաշվի առնեք, եթե դուք դա հաշվի չեք առնում, դա նշանակում է, որ քաղաքական հասունություն չունեք։ Այսքանը, շնորհակալություն։